Այնինչ կատարվում է այս օրերին մեր երկրի տարբեր համայնքներում այլևս դուրս է բանականության, բարոյականության և օրինականության բոլոր հնարավոր սահմաններից։ Այլևս անհնար է լռել, անհնար է թաքցնել այն դառը խարախանող իրականությունը, որը պատել է մեր քաղաքական դաշտը։ Օդում կախված լուրերը, որոնք շաբաթներ շարունակ քննարկվում էին կուլիսներում, այսօր դարձել են շոշափելի, աղաղակող և անհերքելի փաստ։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հասկանալով իր գահավիժող վարկանիշի և առաջիկա ընտրություններում սպասվող կատաստրոֆիկ պարտության ողջ իրականությունը, անցել է համատարած, բացահայտ ու լկտի ընտրակաշառքի բաժանման գործընթացին։ 40,000 դրամ, սա այն կոնկրետ գումարն է, որով իշխանությունը փորձում է գնահատել և գնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատվությունն ու ձայնը։ Սա սովորական նախընտրական ակտիվություն չէ, սա պետականության հիմքերի համակարգված քայքայում է, որն իրականացվում է ամենաբարձր մակարդակով։ Մինչ հանրությանը բեմերից հրամցնում են ժողովրդավարության, թափանցիկության և նախկին արատավոր բարքերի մերժման մասին գեղեցիկ ու դատարկ թեզեր, իրականում կուլիսների հետևում գործի է դրված մի հսկայական ստվերային մեքենա, որի միակ նպատակն է ամեն գնով, անգամ ամենաստոր մեթոդներով պահպանել իշխանական աթոռները։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ հռչակված թավշյա արժեքները ընդամենը շղարշ էին իշխանությունը պահելու և սեփական դիրքերն ամրապնդելու համար։ Այսօր, երբ հասարակական վստահությունը հասել է զրոյական կետի, ՔՊ-ն վերադարձել է այն նույն գործիքակազմին, որի դեմ ժամանակին իբրև թե պայքարում էր։ Սակայն այս անգամ մասշտաբներն ու մեթոդները շատ ավելի վտանգավոր են, քանի որ դրանք իրականացվում են պետական ապարատի անմիջական հովանավորությամբ և լուռ համաձայնությամբ։ Ինչպես է գործում 40,000 դրամի սխեման։ Կաշառքի կոնվեյերը։ Մեր ձեռքի տակ հայտնված բացառիկ տեղեկությունների, ականատեսների վկայությունների և տարբեր շրջաններից ստացվող ահազանգերի համաձայն ՔՊ-ի նախընտրական շտաբները վերածվել են իսկական ստվերային դրամարկղերի։ Գործընթացը կազմակերպված է հատուկ բազմաստիճան սխեմայով, որպեսզի առաջին հայացքից հնարավոր չլինի ֆիքսել իրավախախտումը, սակայն համակարգն աշխատում է ժամացույցի ճշգրտությամբ։ Տեղային տասնապետերի և թաղային հեղինակությունների հավաքագրում։ Յուրաքանչյուր թաղամասում, շենքում և գյուղերում նշանակվում են վստահելի անձինք, ովքեր լավ ճանաչում են սոցիալապես անապահով, խոցելի կամ վարկային ծանր բեռ ունեցող ընտանիքներին։ Գաղտնի ցուցակագրում կազմվում են մարդկանց անձնագրային տվյալների հստակ բազաներ՝ նախնական բանավոր համաձայնություն ձեռք բերելուց հետո։ Այս ցուցակները խնամքով պահվում են հատուկ էլեկտրոնային կրիչների վրա։ Գումարի փոխանցման քողարկված մեթոդները։ 40,000 դրամը չի բաժանվում անմիջապես փողոցում կամ օրը ցերեկով, այն հանձնվում է փակ ծրարներով ուշ գիշերային ժամերին տնետուն այցելությունների միջոցով կամ ձևակերպվում է որպես միանվագ սոցիալական օգնություն, ուսանողական կրթաթոշակի մասնակի փոխհատուցում և նույնիսկ որպես նախընտրական ակտիվիստի օրապահիկ։ Այս ստոր մեխանիզմը թիրախավորում է հատկապես հասարակության այն շերտին, ովքեր այսօր կանգնած են սոցիալ-տնտեսական ծանրագույն խնդիրների առաջ, օգտագործելով մարդկանց աղքատությունն ու հուսահատությունը, իշխանությունը նրանց դնում է բարոյական երկընտրանքի առաջ՝ վերցնել երեխայի հացի փողը, թե պահել քաղաքացիական դիրքորոշումը։ Սա բացահայտ հոգեբանական ահաբեկչություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Այս փաստն այլևս հնարավոր չէ պահել գաղտնիության քողի տակ, քանի որ հենց իրենք խաբված ու վրդովված քաղաքացիներն են սկսել բարձրաձայնել սրա մասին։ Համացանցը ողողված է ձայնագրություններով, տեսանյութերով և հաղորդագրությունների սքրինշոթերով, որտեղ հստակ երևում են ՔՊ-ական տարբեր ակտիվիստների և տեղական չինովնիկների կողմից արված առաջարկները։ Մի քանի համայնքներում, մասնավորապես մարզային բնակավայրերում, քաղաքացիները բացահայտորեն պատմել են, թե ինչպես են իրենց տուն այցելել իշխանական թեկնածուների մերձավորները և առաջարկել ֆինանսական աջակցություն ընտրատեղամասերում կոնկրետ համարի տակ քվեարկելու և քվեաթերթիկը լուսանկարելու պայմանով։
Ուր են նայում իրավապահ մարմինները, համակարգված անգործություն։ Ամենասարսափելին ու ողբերգականն այս պատմության մեջ իրավապահ համակարգի կատարյալ կուրությունն ու համրությունն է։ Այն ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը եւ հակակոռուպցիոն կոմիտեն, որոնք ընդդիմադիր գործիչների ցանկացած հայտարարության, սովորական հանդիպման կամ ֆեյսբուքյան գրառման հետևից ընկնում են աղմոկոտ քրեական գործերով ու դիմակավորված անձանցով, այսօր բացարձակ աչք են փակում ՔՊ-ի կողմից իրականացվող այս տոտալ ապօրինության վրա։ Սա ուղղակի անգործություն չէ, սա հանցավոր համագործակցություն է եւ հովանավորչություն, երբ իրավապահ համակարգը դադարում է լինել օրենքի պաշտպանը եւ վերածվում է կուսակցական նեղ շահի սպասարկուի, պետությունը դադարում է լինել իրավական։ Քաղաքացիները իրավացիորեն հարց են տալիս, եթե կան կոնկրետ հասցեներ, կոնկրետ անուններ, հեռախոսահամարներ ու ձայնագրություններ, թե ովքեր եւ որտեղ են բաժանում այդ 40,000 դրամները, ինչու մինչ օրս չկա ոչ մի ձերբակալված բարձրաստիճան ՔՊԱ-ական պաշտոնյա, падգամավոր կամ շտաբի պետ։ Պատասխանը մեկն է եւ շատ պարզ՝ հրահանգը գալիս է ամենավերևից եւ իրավապահներին պարզապես արգելված է քննել սեփական թիմակիցների հանցագործությունները։ Այս աղմկահարույց սկանդալը վերջնականապես ջրիերես է հանում իշխանության ողջ քաղաքացիական ցինիզմին եւ երկերեսանությունը։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ փողոցներում քննադատում էին նախկին համակարգերին ընտրատեսության ժամանակ կաշառք բաժանելու, թաղային հեղինակություններին օգտագործելու եւ վարչական ռեսուրսը սեփականաշնորհելու մեջ, այսօր ոչ միայն կրկնում են այդ ամենը, այլև բազմապատկել ու գերազանցել են իրենց նախորդներին։ 40,000 դրամով ձայն գնելը դարձել է նրանց քաղաքական գոյության իշխանության երկարաձգման միակ ու վերջին երաշխիքը։ Նրանք եկան մերժելու կաշառքը, բայց այսօր իրենք են դարձել կաշառքի գլխավոր հովանավորն ու կնքահայրը։ Սա է այսօր հնչող ամենատարածված ու արդարացի կարծիքը հանրության շրջանում։ Հայաստանի քաղաքացին պետք է գիտակցի մի պարզ ճշմարտություն՝ այս 40,000 դրամները ոչ թե օգնություն են կամ բարեգործություն, այլ քաղաքական թույն, որով փորձում են անդամալուծել մեր հասարակության դիմադրողականությունն ու ազատ կամ արտահայտումը։ Դա այն գումարն է, որը վերցնելով քաղաքացին ակամա դառնում է մասնակից սեփական երկրի, սեփական երեխայի ապագայի կործանմանը։ Իշխանությունները բաժանելով այդ փողերը վաղը հայտարարելու են, թե ժողովուրդն իրենց տվել է պողպատե մանդատ շարունակելու իրենց կործանարար քաղաքացիությունը։ Բացի ուղղակի կանխիկ դրամի տեսքով ընտրակաշառքից, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գործի է դրել վարչական ռեսուրսի ողջ արսենալը։ Պետական հիմնարկների, դպրոցների, մանկապարտեզների տնօրենները, հիվանդանոցների գլխավոր բժիշկները ենթարկվում են բացահայտ ճնշումների։ Նրանց առջև դրվել է հստակ պլան ապահովել կոնկրետ քանակությամբ ձայներ, հակառակ դեպքում սպառնում են աշխատանքից ազատմամբ կամ պաշտոնանկությամբ։ Այսպիսով ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ պետական բյուջեից աշխատավարձ ստացող քաղաքացիական ծառայողը ստիպված է դառնալ իշխող կուսակցության քարոզիչը։ Սա ոչ միայն օրենքի խախտում է, այլ հանրային ինստիտուտների բարոյալքում։ Դպրոցի ուսուցիչը, ով պետք է կրթի վաղվա քաղաքացուն, այսօր ստիպված է մասնակցել ընտրակաշառքի ցուցակների կազմմանը։ Սա համակարգային աղետ է, որի հետևանքները մենք զգալու ենք տասնամյակներ շարունակ։ Առանձնակի ուշադրության է արժանի նաև միջազգային դիտորդական առաքելությունների և արևմտյան դեսպանատների կեցվածքը։ Այն կառույցները, որոնք նախկինում ամենափոքր խախտման դեպքում հանդես էին գալիս խիստ հայտարարություններով և զեկույցներով, այսօր կարծես թե չեն նկատում այս տոտալ ընտրակաշառքի փաստերը։ Ժողովրդավարության ջատագով ձևացող կառույցները նախընտրում են լռել, քանի որ գործող իշխանությունը նրանց համար ձեռնտու է իր աշխարհաքաղաքական հնազանդությամբ։ Սակայն հայ հասարակությունը այլևս չի հավատում այդ երկակի ստանդարտներին։ Մենք տեսնում ենք, որ իրական ժողովրդավարությունը պաշտպանելու փոխարեն տեղի է ունենում միահեծան կոռումպացված ռեժիմի լեգիտիմացում։ Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը մենակ է մնացել այս ընտրական տեռորի դեմ և պետք է ապավինի միայն ու միայն սեփական ուժերին ու գիտակցությանը։ Իշխող կուսակցության այս սանձարձակ և հակաօրինական ընտրակաշառքի դեմ միակ արդյունավետ զենքը քաղաքացու բարձր գիտակցությունն ու անկոտրում արժանապատվությունն է։ Ժամանակն է ցույց տալու, որ հայ մարդու հայրենասիրությունը, նրա ապագան ու երկրի ճակատագիրը վաճառքի ենթակա չեն, առավել ևս 40,000 դրամով։ Եթե ձեզ մոտենում են, եթե ձեզ առաջարկում են այդ գումարը, հիշեք, դա ձեր իսկ գրպանից, ձեր վճարված հարկերից, ձեր զավակների կրթության ու բանակի բյուջեից
ձեռքբերումներից գողացված միջոցներն են, որոնք հիմա հետ են վերադարձվում ձեզ որպես քաղաքական ստրկության կապանք։ Վերցրեք այդ գումարները, քանի որ դրանք թալանված են պետությունից եւ պատկանում են ձեզ, բայց քվեարկության խցիկում մենակ մնալով ձեր խղճի եւ Աստծո առաջ ընտրեք ձեր սրտով, ընտրեք հանուն ուժեղ, անվտանգ, արդար եւ ազնիվ Հայաստանի։ Այս խայտառակ սկանդալը չի մոռացվելու եւ յուրաքանչյուր ոք, սկսած շարքային տասնապետից մինչեւ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով մասնակից է ձայների գնման այս գործընթացին, վաղ թե ուշ կանգնելու է օրենքի սեփական ժողովրդի եւ պատմության անողոք դատաստանի առաջ։ Թույլ չտանք, որ մեր ապագան գնվի 40,000 դրամով։